Շահով Ադրբեջանին ուղի տալու փաստաթուղթ է ստորագրվել, Զանգեզուրի միջանցքի փոխարեն անունը տրվում է խաղաղության խաչմերուկ կամ Թրամփի ուղի։ Ինչպես եք վերաբերում Հայաստանի օգուտը ըստ ձեզ որը կլինի։ Ես համարում եմ, որ մոլորակի վրա մեզ բարեկամ ազգեր չկան։ Մենք ենք մեր բարեկամները, ես այդ տեսակ եմ մտածում։ Ես ինքս որպես Սյունեցու թոռ, ես Սյունեցու թոռ եմ։ Եվ Գարեգին Նժդեհի բարեկամը, ազգականն եմ մամայիս կողմից։ Ես ոչ մեկին միջանցք տալու չունեմ, ես ոչ մեկին երկիր ու հողու ոչ մի բան չունեմ տալու։ Ես ինքս որպես կին արմատ հայ ազգի զինվորն եմ, ամեն ինչի համար կարամ զենք վերցնեմ, պաշտպանեմ, ամեն ինչը։ Մենք բարեկամներ չունենք, մեզ ով պետք է ինչ օգուտ տա։ Մեզ բոլորը ուզում են ճնշած լնեն, վերացնեն մոլորակի վրայից, բայց մենք չենք վերանալու, որովհետև մենք Աստծո ընտրյալ ազգն ենք, մենք չենք կարա։ Մենք եթե չլնենք, ամբողջ մոլորակը չի լինելու։ Շատ բացասական վերաբերմունք, շատ բացասական վերաբերմունք։ Ո՞ց թե ինչու։ Ոնց ասեմ, դա երկիրը ծախում է, ուրիշ ոչ մի բան։ Մենք չենք կարող այդպես հստակ ինչ-որ բանի մասին նախապես խոսել, բայց վտանգը միշտ եղել է, կա ու կլինի։ Թուրքը երբեք մեզ բարեկամ չի եղել ու չի էլ կարա դառնա։ Եթե տնտեսական կարող է ինչ-որ օգուտ, այսինքն իրանք անցնեն այդ ճանապարհով, բայց մեզ հարկ վճարեն ու մենք այդ մարդկանց տվյալներն ունենանք ով անցնում, այդ դեպքում ինչ-որտեղ հա, բայց մի ուրիշ տեսանկյունից որ ոչ մի մեր վերահսկողություն չունենանք, դա իհարկե անթույլատրել է։ Այսինքն բոլոր երկրներում էլ ինչ-որ թուղթ ունեն, որ անցնում են, դառնում են մարդիկ այդ երկրի տարածքով, սա էլ միջանկյալ տարածք է, որը պետքա վերահսկողության տակ եղնի Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ սահմանված կանոններով։ Շատ եմ վախում, որ այդ թուրքական պետություններն իրար կմիանան ու այդ մենք Վրաստանի հետ ինձ թվում է կգործենք, Պարսկաստանը շատ ծանր վիճակում կլի։ Ես տենց եմ պատկերացնում։ Չգիտեմ, դա լուրջ վերլուծություններ է պահանջում, քանի որ այսօր տարածաշրջանը վառոդի տակառին նման։ Գիտեք, չեմ կարող ասեմ ինչ օգուտ կբերի, համենայն դեպս ես դիվանագիտությունից հեռու մարդ եմ, բայց ամեն դեպքում էլ եմ ասում, կուզեի որ հարցերը լուծվեին ոչ միակողմանի, ամեն դեպքում ոնց կարա էլի մենակ շահը մի կողմին է եղնի, լուծվի իօգուտ մեզ էլ, իօգուտ իրանց էլ, իհարկե խաղաղություն բոլորն էլ ուզում են, չկա տենց մարդ, որ խաղաղություն չուզի։ Եթե մտածում ենք տնտեսության զարգացում պետք է լինի, ոչ մի ներդրող չի գալիս։ Այդ տնտեսությունը ոնց պետք է զարգանա։ Մենք չենք կարող ներսից մեր տնտեսությունը զարգացնել։ Մենք հույս ունենք օտար երկրյա ներդրողների, իսկ մեր ռեժիմը այդ օտար երկրյա ներդրողների վրա խիստ կալանք է դնում։ Դա դավաճանություն է, որը Տրամփի ուղին չկար, նորմալ չէր, մինչև 2018 թվականը մեր կարգավիճակը, հա, իհարկե եղել են սխալներ, ամեն ինչ եղել է, բայց այսպիսի սխալներ, որ այսօր կա 2018-ից այսքո, սա ուղղակի անթույլատրել է, սա երկիր ղեկավարել չի, սա երկրի կործանում է։